հավատքի մարդը նա է, ու մեջ Քրիստոս կյանքը կա, ինչպես եղբայրը քիչ առաջ ասեց, հավիտենական կյանքը ոչ թե պետք է սպասենք տենանք երկնքում ինչ է լինելու, հավիտենական կյանքը ստեղից է սկսում, ստեղից, երբ որ հավիտենական թագավորը մուտք է գործում մեր սրտերի մեջ եւ իր թագավորությունը բերում է մեր սրտերի մեջ, ինչպես 24 Սաղմոսի մեջ ասում է Սաղմոս 2-ն, ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, ով հավիտենական դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, որ փառած թագավորը մտնե, ով է այն փառած թագավորը, զորած Տերը, նա է փառած թագավորը։ Այն ժամանակ, երբ որ երկնքի արքայության թագավորը, հավիտենական կյանք ունեցողը, կրողը մտնում է մարդու սրտի մեջ, այդ ժամանակվանից հավիտենական կյանքը սկսում է երկրի վրա, եւ այդ մարդը, որ հաղորդում է Աստծո հետ, այդ հաճություն ունի Աստծուն, հենց այդ մարդն է։ Անգամներ այդ մասին ասվել է, ես ուզում եմ նորից կրկնել եղբայրներ քույրեր, որ